Շնորհակալություն արգելի գործընկերներ, ողջունում են բոլորին, ողջունում են բոլոր ներկաներին, շնորհակալություն եմ հայտնում միջոցառմանը միանալու համար, այսօր մեզ հետ են պատվիրակություններ Ֆրանսիայից, Բուլղարիայից, Լիբանանից, Վրաստանից, ինչպես նաև ներկայացուցիչներ մեր միջազգային կազմակերպությունների գործընկերները, իդեպ հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել այս առումով Եվրոպայի խորհրդին և Եվրոպայի փաստաբանների միությունների խորհրդին միջոցառմանը մասնակցելու և աջակցելու համար։ Ուզում եմ տեղեկացնել նաև, որ միջոցառմանը հեռավար կարգով միացել են մեր հայաստանյան գործընկերները, մի քանի տասնյակ գործընկեր այսօր մեզ հետևում են միջոցառմանը։ Մինչ համաժողովի բուն թեմային ըստ էության անդրադառնալը, օգտվելով առիթից, ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել մեր ֆրանսիացի գործընկերներին, որոնք գործուն աջակցություն են ցուցաբերել, այդ թվում ֆինանսական աջակցություն Արցախից բռնի տեղահանված մեր փաստաբաններին։ Կարծում եմ այսօրվա միջոցառման խորագիրը և ուրեմն առաքելությունը մեր գործընկերների ամբողջությամբ համահունչ է և ուզում եմ տեղեկացնել մեր ֆրանսիացի գործընկերները Հայաստանի և Արցախի բարդ օրերին, դժվար օրերին միշտ եղել են մեզ հետ։ Միշտ այդ ցուցաբերել են թե բարոյական, թե իրավական, այդ թվում նաև ֆինանսական աջակցություն մեր արցախցի գործընկերներին։ Ես առաջարկում եմ բոլորին ծափահարել ֆրանսիացի մեր գործընկերներին աջակցության համար։ Եվ այսպես փաստաբանի մասնագիտության պաշտպանության մասին կոնվենցիա, կարիքները և ակնկալիքները։ Փաստաբանների իրավունքների պաշտպանության գաղափարախոսությունը այսօր բարձրացել է կոնվենցիոն տիրույթ և նպատակ ունի վերպետական մակարդակում ապահովել արդարադատության համակարգի այս կարևոր դերակատարի փաստաբանի իրավունքների արդյունավետ պաշտպանությունը։ Սակայն մյուս կողմից պետք է արձանագրել, որ նման անհրաժեշտության փաստը ինքնին մտահոգիչ է։ Փաստորեն ժամանակակից աշխարհում փաստաբանների իրավական պաշտպանության կարիքը առ այսօր առկա է։ Եվ այդ անհրաժեշտությունը ի վերջո մտահոգության ներիք է տալի, որ ժամանակակից կառուցակարգերը փաստորեն իզորու չեն ապահովել փաստաբանների իրավունքների պաշտպանությունը և արդյունավետ գործունեությունը։ Ուստի փաստաբանի մասնագիտության պաշտպանության մասին կոնվենցիան պետք է դառնա այն ելակետային նշաձողը, որը կնպաստի ներպետական մակարդակում ապահովել փաստաբանի մասնագիտական գործունեության իրացումը և իրավունքների պաշտպանությունը։ Կարծում եմ, որ այդ կոնվենցիոն կարգավորումը և պետությունների միանալը անհրաժեշտություն է ժամանակակից փաստաբանական գործունեությունում, որովհետև մենք տեսնում ենք տարբեր մարտահրավերներ։ Տեղ կա, որ փաստաբանները ենթարկվում են բռնության երկրներ կան։ Երկրներ կան, կամ երբ որ փաստաբանների իրավունքները այնքան են նսեմացվում և ոտնահարվում, որտեղ ինքնին իրավունքի պաշտպանության գաղափարը դառնում է իմաստազուրկ։ Եվ այս ամենի համատեքստում նաև թեև կան պետություններ, որտեղ օրենսդրական մակարդակով ամրագրված են այն անհրաժեշտ երաշխիքները, որոնք որ պետք է կարծես թե իրագործվեն, սակայն ցավոք սրտի այդ իրագործումը ոչ միշտ է տեղի ունենա։ Եվ այս առումով կոնվենցիոն կարգավորումը այն անհրաժեշտ միջոցն է և գործիքակազմը, որը որ կնպաստի փաստաբանական գործունեությանը։ Եվ մենք գիտենք, ցանկացած արդարադատության համակարգում առանց պաշտպանության կողմի, առանց փաստաբանական գործունեությանը ինքնին հնարավոր չէ իրագործել արդարադատության գաղափարը։ Եվ այդ գաղափարի կասկածի տակ դնելը, կասկածի տակ է դնում ինչպես ժողովրդավարական սկզբունքները, այնպես էլ նաև պետության ինքնին իրավական համակարգի առկայությունը որպես այդպիսին։ Ուստի կարծում եմ, որ այսօր մենք առիթ ունենանք քննարկելու բազում հարցեր և վեր հանել մեր մասնագիտության առնչվող խնդիրներ
եւ դիտարկել դրանք հնարավոր լուսման ուղիները տարբեր մակարդակներում։ Կրկին անգամ ողջունում եմ բոլոր ներկաներին եւ մաղթում բեռնավոր եւ արգասաբեր քննարկում։ Շնորհակալություն։